պաշտպանները առավել քան անհրաժեշտ էր ներկայացրեցին եւ հատկապես 319 հոդվածի այդ չարչրկված հոդվածի մեկնաբանությունը։ Եթե մեկնաբանությամբ են հոդվածները, պարզապես տարածքը շատ լայն է։ Ամեն մարդ կարող է մեկնաբանել, բայց հստակ ֆիքսված արձանագրված է։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Մեր քրեական օրենսգիրքը լինի կամ ընդհանրապես մեր օրենսդրությունը իր ամբողջության մեջ հիմնված է մի քանի կարևոր հիմնասյուների վրա, որոնցից առաջինը Սուրբ Գիրքն է, որին հղում չեն տալիս պարզը, հռոմեական օրենքն է, փորձառությամբ, որոշ իմաստով Մխիթար Գոշի դատաստանագիրքն է, որոշ իմաստով Սմբատ Գունդստաբն եւ այսպես շարունակ։ Սուրբ Գիրքը խոսում է մեղքի մասին, խոսում է, որ մեղքը միջավայրային է, կամ մեր վարդապետությունը, բայց յուրաքանչյուր անհատ ինքը պատասխանատվություն է կրում այդ միջավայրի համար։ Եվ այլ կերպ ուրիշ օրենք որևէ ձևով հնարովի չի կարող լինել սրանից դուրս։ Ի վերջո մարդը անձնական պատասխանատվություն ունի եւ հետեւաբար այստեղ էլ քննվող գործի յուրաքանչյուր դետալը հիմնավորված 319-րդ չարչրկված հոդվածով հենց դրա մասին է խոսում։ Բայց ես ուրիշ հարց ունեմ պատվարժան դատարան։ Եվ նաեւ կուզեի էքզեգետիկայից խոսել, բայց այդ մյուս անգամների շատ առիթ կլինի։ Հարց ունեմ, թե ինչ է հաստատում օրինակ, ասենք, այս ապացույցների, այսպես կոչված ապացույցների, ես նորից եմ կրկնելու, սրանք ուղղակի արձանագրված փաստագրություններ են, ինչ որ մեկի կողմից արված։ Դրանք ապացույցներ չեն, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ։ Ապացույցը չի կարող կիսատ լինել, չի կարող հատված լինել, ընդհատված եւ ասվի, որ չգիտենք ինչ են խոսել։ Դա ապացույց չի կարող լինել։ Բացարձակ։ Իսկ այս գործը իր ամբողջության մեջ հենց դրա մասին է։ Այսպես կոչված ապացույցներ, օրինակ ինչ է հաստատում հունվար 2-ի խոսակցությունը, որի մասին նշեցին մեղադրող կողմը անցյալ թե նախանցյալ նիստի ընթացքում։ Հունվար 2-ի խոսակցությունը ինչ է հաստատում կամ հերքում։ Չեն պատասխանում, որովհետև գիտեն, որ ոչ բան չի հաստատում։ Բացարձակ, բայց դրա մասին խոսելը գլխավոր դատախազը։ Օրինակ, ինչ է հաստատում իմ տնից գտնված, օրինակ, ասենք, ինչ է խոզարկության ժամանակ գտնված այդ իրերը, օրինակ, ասենք, այն փոքրիկ գամերը, կամ երբ որ լեղապատառ ասում էին ուր է թաքստոցը, այդ թաքստոցները եւ այլն։ Տնից գտնված փաստաթղթերը, այն տխրահարճակ փաստաթուղթը ահաբեկչության մասին, օրինակ ինչ է, որի մասին քննչական կոմիտեի ղեկավարը շատ հպարտ հայտարարում էր, մինչև հիմա լուռը, լուր, ծպտում չկա, չի էլ անելու ծպտում, չի կարող, որովհետև անպատասխանատու զրպարտող է նա։ Ինչ է հաստատում օրինակ, ապացույցը ձեր ձեռքերի մեջ է, կարող եք վկայակոչել դրան գտնված, ինչ է հաստատում։ Երկրորդ, ամենակարևոր բաները, ես դարձյալ չվերադառնամ փորձակնությունների թեմային, որ ինձ համար դրանք այլևս աբսուրդի ժանրից են ընդհանրապես, բայց գործը եթե մեկ կեղծիք ունի եւ մեկն ենգափոխում, դա այլևս գործ չի։ Միջազգային դատարաններում այդպես մեկ գործ, մեկ դեպք, կեղծված, նենգափոխված, դա փակված գործ է այլևս, որովհետև դա համարվելու է զրպարտություն։ Այդ մեկ գործը, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, մեկ մեղքով, մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ, մեկ մարդով էլ արդարացավ, այդ մեկը ամբողջին է վերաբերում։ Այդ փոքրիկ զանգվածն է թթխմորում ամբողջին։ Հիմա այդ մի գործը, եթե մեկ նենգափոխում կա, հետևաբար գործ չկա։ Իսկ ես ձեզ ասում եմ, որ մեկն նենգափոխում չի։ Եթե չասեմ 100-ով, կասեմ տասնյակներով նենգափոխում է։ Նույնիսկ բառեր ավելացած են, նա դրա մասին չեմ խոսում։ Բայց ինչ է հաստատում սա, որ օրը տեղի ունենար այդ այսպես կոչված ահաբեկցություն, կա որևէ տեղ փաստ, կա արձանագրություն, կա ահաբեկչություն կամ որևէ գործողություն անելու համար պետք է լինի վայրը, կարծում եմ պետք է լինի օրը, ժամանակը եւ պետք է լինի օբյեկտը, ովքեր
էին այդ օբյեկտը կամ ով էր օբյեկտը։ Նշում կա այդպիսի բան։ Ուրեմն, քանի որ այս դատարանում, պատվարժան դատարան, այսպիսի վերաբերմունք կա այս գործի նկատմամբ մեղադրող կողմից իրավունք է տալիս ուրեմն Հայաստանի Հանրապետության այսպես կոչված արտգործնախարարին, որը ես շատ լավ եմ ճանաչում, Եվրոպայի պարլամենտում խորհրդում հետևյալն ասելու. Հայաստանում հոգևորականների նկատմամբ բալանսանք չկա։ Սա կարող ես մի հատ բացել։ Սիվիկումը իմիջայլոց, որ չասեն կեղծված է։ Խնդրում եմ, կներեք։ Ուրեմն որոշ հոգևորականներ ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի ձևով իշխանությունից հեռացնելու կոչեր են արել։ Սա բացահայտ ձևով են արել։ Հիմա ամենակարևորը, նաև սպանության կոչեր են արել։ Տխուր իրականությունն ենք Հայաստանում, ունենք հոգևորականներ, որ այս կոչերն արել են, նաև սպանության կոչեր են արել։ Հիմա այս գործը ամբողջության մեջ բանաձևվածը այս մարդու խոսքում, այս անպատասխանատու մարդու խոսքում եւս մի զրպարտիչ, եւս մի ստախոս։ Հիմա եթե դատարան գնանք այս խոսքի համար, կասի ես քաղաքական գնահատական եմ տվել, վերացական բաներ եմ, դու մարդկանց կյանքին է ձեր ասածները վերաբերում։ Եվ այդպես շարունակ 14, 15, 20 հոգի խորհրդարանից բռնած մարդիկ կան, որոնք ափեղ-ծփեղ կներեք այս արտահայտությունը, բերանները բացել են։ Հիմա դատարաններում խելոք գալիս են, ասում են քաղաքական գնահատական է, պատվարժան դատարան։ Հիմա ես հետո ելնեմ այստեղ ինչ ուզեք ասեմ, ձեզ ասեմ, մեղադրողին ասեմ, չգիտեմ ում ասեմ, ինձ կարգ իրավունք ասում քաղաքական գնահատական եմ տվել, կանցնի դա, կընդունվի ձեր կողմից։ Մարդուն մեղադրում են գործակալ լինելու փողեր լվանալու մեջ, կոնկրետ իմ պարագային, հետո ասում են դե բան էր, վերացական գնահատական էր։ Այս պատճառով, այսպիսի վերաբերմունքի պատճառով ենք մենք հասել այսօրվան։ Մարդիկ չեն հասկանում, որ սա մարդկանց կյանքի հետ է կապված, մարդկանց կյանքին է ուղղակի առնչված, տնից զրկել եք մարդկանց։ Վահագն Չախալյանը որևէ կերպով չի առնչվում եւ տարբերություն չունի մյուսների գործից, բայց այսօր կալանքի տակ է։ Իմ մասին չեմ ասում։ Ես չեմ համագործակցելու որևէ կերպով, բայց դրա մասին չխոսք։ Հիմա օրը կա, դատախազին հարցնում են օրը կա, ինչ որ ասեք ասեց։ Էլ խաչվերած, էլ օգոստոս, էլ սեպտեմբեր, էլ նոյեմբեր, էլ 24 թիվ, էլ 25 թիվ։ Ինչ ասես ասել է խորհրդարանի ամբիոնից։ Չեմ չափազանցում։ Քննչական կոմիտեի ղեկավար, տո պատգամավորներ, տո չեմ էլ ուզում դրանց անդրադառնալ, ընդհանրապես անկենսագիր մարդկանց մասին չեմ էլ ուզում խոսել ես։ Օրը կա, բացարձակ, օբյեկտը կա, բացարձակ, գործիքը կա, բացարձակ չկա։ Հնարել են հարվածային խմբեր, այո, ես եմ ասել հարվածային խմբեր, բայց ես միևնույն ժամանակ ասել եմ ֆուտբոլի թիմ, ասել եմ խրամատ, ասել եմ առաջնագիծ։ Այլաբանորեն պատկերավոր խոսում ենք մարդկանց հետ, դուք որևէ մեկը չի ասում, ասենք մեկին, որ կներեք, ես կենցաղային օրինակ դիպեմ, մեկին, որ ասում են պարսկերեն բառը վարունգ, այդ մարդը դարձավ վարունգ, չէ։ Կամ ասենք խորհրդարանում լիքը մականունավորներ կան, դրանք անուններով դիմում են, այդ դարձան դրանք, ոչ։ Այդ մարդուն կասեն քաղաքական գնահատական է։ Վերջ, քաղաքական գնա, վերացարկված, վերաբերելի չէր այս գործին, էդ էլ ուրիշ բառ, վերաբերելի չէր, ինչը վերաբերելի չէ, այս գործը ամբողջության մեջ մի մասն է ընդ որում, ես հիմա դետալներ եմ ներկայացնում, որը իրավասությունը երևի չունեմ են, բայց վերջում հայտարարություն եմ անում, պետք է խնդրեմ թույլ տաք անում։ Ուրեմն, այս գործը մի մասով կտրված է այսպես անջատված, նույն ձայնագրությունները, նույն տան, կամ կողքի, կամ որևէ տարածքում, ասում են սա գործ չի, մեղադրանքի հետ կապ չունի, բայց այս սա մեղադրանքի հետ կապ ունի։ Եթե ամբողջության մեջ չեք գնահատելու դա, ինչ ուզեք կդնեք մեջը, ինչ կերպ ուզեք կդնեք,
մի հատվածը կվերցնեք, կդնեք, մյուսները կասեք չի վերաբերում։ Օրինակ ասենք, իմ խցխուց ձայնագրություններ լսել են, արձանագրել են, կապել են գործի հետ, բայց չկա մեղադրականում։ Որպես փաստ պետք է դրվել։ Հունիսի 4-ի դրվագը, որի մասին խոսում եմ ես, անընդհատ չկա։ Ինչու չկա, որովհետև այդ մեկ ամբողջական խոսակցություն կոչվածը, որը նորից եմ ասում, փորձաքննություն չի անցնում, հերկումը ամբողջ այդ 8 ամսվա, 10 ամսվա այդ փնթի ձայնագրությունները։ Անցյալ անգամ ասում եմ պատվարժան, կներեք երկար ասում եմ, ասել եմ անցյալ անգամ, ես ձայնագրեի, գործ անեի, շատ ավելի լավ կանեի։ Ուրեմն այսպիսի կոչերի պատճառը դառնում այսպիսի վերաբերմունքը։ Եվ նաև ԵԽԽՎ-ում որոշակի արձանագրումներ են կատարում, որի մասին ես հիմա կանդրադառնում եւ լավ են վերաբերելի այս գործին, որովհետեւ հղում է այնտեղը նաև իմ մտի ունենալով հենց այս գործը։ Ինչ է ուզում ասել։ Իմ գնահատականը ասեմ, այս գործը սկսել է նրանով, ես առաջի կալանավորված հոգևորական եմ։ Առաջին։ Սկսել է ինձանով, բայց որպեսզի ես մենակ չլինեմ, ծխածածկույթ են արել, թե մի հատ ինչ-որ գերադրական աստիճանի խումբ կա տերորիստների, որոնք կապված են այս հոգևորականի հետ։ Եվ հովանավորված են եկեղեցու կողմից։ Սա է եղել պատճառ, հաջորդ քայլը եղել է Միքայել Սրբազանը, հաջորդ քայլը եղել է Մկրտիչ Սրբազանը, հաջորդ քայլը եղել է Արշակ Սրբազանը եւ այսօր էլ վարույթ են հարուցել Վեհապար Հայրապետի դեպք։ Չլսված պատմությունը սա եւ մարդն զրպարտիչը հայրենավաճառը խորհրդարանի ԵԽԽ-ում ասում է, որ եկեղեցականների նկատմամբ հալածանք չկա։ Հալածանքը մեր պատիվն է։ Հալածանքով ոչ մեկ չի վախեցնել մեզ։ Եկեղեցու նկատմամբ, ինքնության նկատմամբ հալածանք կա։ Այո կա։ Եվ ես կցավեմ, որ այս դատարանը մեղադրողներով հանդերձ մասնակից լինի այդ հալածանքին եւ այդ ինքնության դեմ որևէ կերպով քայլի։ Ես ուղղակի պահանջում եմ, որ իրենք մի կողմ թողնեն, բոլոր անկեղծ, պարզ մտքով գործը իր էությամբ դետալով ասեն, որ սա այս է։ Եթե հրանք չունեն, ես ողջամիտ կասկածում եմ, որ հրանք կա եւ ավելին կա, այո կա, մինչեւ այսօր ոչ մի հարցի պատասխան չեն տվել, ոչ պաշտոնյաները, ոչ էլ ցավոք սրտի այս դատարանում մեղադրողները։ Ես եթե թույլ տաք հիմա կանեմ հայտարարությունը, կամ էլ հետո կանեմ, որովհետեւ ուղղված է պատվարժան դատարան, Եվրոպական խորհրդի պարլամենտին, ուրիշ միջոց չունեմ ես։ Ծավալի լսենք ծավալ այդ կապված։ Չէ, ուրեմն է վերջում կանեմ հայտարարությունը, լեզուն էլ անգլերեն է, պատվարժան դատարան, ասեմ ձեզ, եթե թույլ կտակ կանեմ, որովհետև սա ուղղակի վերաբերում է այս գործին։ Մեր գործին է վերաբերում։ Ուղղակի եւ ԵԽԽ-ում հայտարարություն են արել, որ հոգևորականները ուզեցել են ահաբեկչություն անել, ուզուրպացիայի ենթարկել բանաձև են ընդունել եւ մեր գործին է վերաբերում։ Եթե քտնում եք մեր գործին է վերաբերում, ներկայացնեք։ Այո, վերաբերում է։ Ուրեմն ստիպված կլինեմ ընդհատել։ Եթե գործին է վերաբերում, այո, գործին է վերաբերում, իրանց է ուղղված, ձեզ չի ուղղված։ Չէ, իրանց ինձ կամ իրանց կամ գործին է վերաբերում։ Եթե վերաբերում է, խնդրեմ, 100% գործին է վերաբերում։ Ստիպված կլինեմ ընդհատել։ To the Parliamentary Assembly report, I have heard and read the passage in your report regarding the countries under a full monitoring procedure concerning Armenia. I specifically want to refer to the statement that formulates that you are deeply concerned by the reports of plots to usurp power by several clergymen. Firstly, it is obvious that you have not done any impartial monitoring. At least no one has contacted me or any unjustly accused clergyman. Yes. Secondly, you have once again constituted that you are nothing less than simple hypocrites, and you just push forward only and only your bloody and dirty geopolitical interests
and agenda under the banner of your false and self-serving democracy. Biblically speaking, you are rotten tombs, and I wish the same democracy in your countries as we have it in Armenia. Yes, I assure you, with the help of my risen Lord, Armenia will be free, and justice and truth shall prevail. Այն բանաձևի վերաբերյալ, որ մեր առիթով, որպես պլոտ, որպես դավադրություն եւ որպես ուզուրպացիա, ահաբեկչություն ընդունել են հոգեվորականների նկատմամբ, ես էլ ասում եմ, դուք կեղծավորներ եք, փտած գերեզմաններ եք, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, մաղթում եմ նույն դեմոկրատիան լինի ձեր երկրներում, ինչպես Հայաստանում է, բայց Հայաստանը պիտի ազատագրվի, արդարությունն ու ճշմարտությունն էլ պիտի հաղթանակվի։